Պատգամավորի 213 թեկնածու կունենա Հայաստան դաշինքը հունիսի 7-ի ընտրություններին։ Դաշինքի անդամ խորհրդարանի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը թիմակիցների Վահագն Մատինյանի ու Հովիկ Գրիգորյանի հետ այսօր է կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Միասին կարող են գրության փաթեթում ոչ մի պակաս փաստաթուղթ չկա, բայց օրենքն ամեն դեպքում հնարավորություն տալիս է մինչև մայիսի 3-ը լրացնել փաստաթղթերը։ Այսօր ժամը 18-ին ավարտվել է առաջադրումների վերջնաժամկետը։ Արծվիկ Մինասյանին հետաքրքրում է որերորդ գրանցվողն է Հայաստան դաշինքը։ Նախապաշարմունքները մի կողմ ռացիոնալիզմն է ընտրությունների ելքը վճռելու համոզված են Հայաստան դաշինքի անդամները։ Ընտրություններին ինչպես ենք մասնակցում, ինչ ակնկալիքով, իհարկե հաղթելու։ Հունիսի 7-ի հաղթանակում ավելին քան վստահ է Հայաստան դաշինքը, հայտնում է Արծվիկ Մինասյանը, ոչ տեղին համարելով հարցը, թե ինչ կանի դաշինքը, եթե ԿՊԱ-ականներին հաջողվի վերարտադրվել։ Այս պահին նման հարցի անդրադառնալը համարում են ոչ միայն ժամանակավրեպ, ոչ տեղին։ Մանդատների կռվի մասին չեն այս ընտրությունները, նկատում է Մինասյանը։ Տղեկ մանդատի կռիվ չի սա կամ իշխանությունը փոփոխում է եւ մենք վերադառնում ենք արժանապատիվ անվտանգ Հայաստանի հայեցակարգին, կամ այդ մանդատը ոչ մի բանի պետք չի գալու։ Հասարակական կարծիքի տարբեր ուսումնասիրություններ հուշում են, ընդդիմադիրները միասին կարող են իշխանազրկել ԿՊ-ին, պնդում է Մինասյանը։ Մենք մտադիր ենք, որպեսզի անպագորգոր չհնչի, ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այդ մեծամասնությունը եւ հասարակությունը այդ վստահությունը ներշնչում է մեզ։ Վճռական Իսկ ինչ կանի Հայաստան դաշինքը, եթե խորհրդարան անցած ուժերից որևէ մեկը մեծամասնության կվեճ ստանա ու քաղաքական ուժերը ստիպված լինեն կոալիցիոն կառավարություն ձևավորելու սցենարով շարժվել։ Առաջատար ընդդիմադիր ուժը ստանալու է մեր աջակցությունը։ Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ամիսներ առաջ է հայտարարել այդ մասին, հիշեցնում է Արծվիկ Մինասյանը։ Եթե որևէ ընդդիմադիր ուժ Հայաստան դաշինքից ավելի շատ ձայներ ստանա, դաշինքը պատրաստ է համագործակցել այդ ուժի հետ։ Ասել եթե մենք եղանք առաջատարը, ակնհայտ է, որ իմ թեկնածությունն է լինելու։ Եթե այլ ուժ եղավ ընդդիմադիր դաշտում, իհարկե մենք պետք է աջակցենք։ Բայց փորձանքի ու փորձության միջև է ընտրություն կատարելու հայ ժողովուրդը, երկրորդ նախագահի մեկ այլ դիտարկում է հիշում Արծվիկ Մինասյանը։ Ակնհայտ է շատ կարևոր մի բան, որ Ռոբերտ Քոչարյանը թե իր փորձառությամբ, թե իր արդեն անցած ճանապարհով եւ թե իր գործունեությամբ դրան գումարած հայ հեղափոխական դաշնակցության պատմական ամբողջ ընթացքը եւ համագործակցության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ դրական կողմերը թույլ են տալիս ասելու, որ այո, փորձառությունը, փորձը, վճռականությունը մեր դաշինքը ունի։ Իդեմս նաև դաշինքի առաջնորդի։ Երկրում արժանապատվությունը, արդարությունն ու անվտանգությունը վերականգնելու խոստումով է ընտրապայքարը շարունակում Հայաստան դաշինքը, ասում է Մինասյանը։ Դրա համար ժողովրդի միասնականությունն է պետք։ Միասինը առաջին հերթին վերաբերում է մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը իր միասնականությամբ կարող է անել։ Գրողի ծոցն ուղարկել բոլոր ծանր, դժվար ժամանակները։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Հայլուր։